Բարի գալուստ ասենք, Աստծո ժողովրդին, բարի եկաք։ Հուսամ լավ եք բոլորդել։ Թե, լավ չեք։ Լավ եք։ Ինչից գիտեք, որ լավ եք։ Քանի որ Տերոջը ներկայության մեջ ենք։ Մեր ամենալավ ժամանակն է սա, Աստծո ներկայությունը, եւ Տերն էլ ասեց, որ եթե իմ անունով հավաքվեն 2-3 հոգի, ես այնտեղ եմ։ Մենք չենք տեսնում, բայց հավատում ենք, բայց հավատում ենք նաև, որ մի օր պիտի տեսնենք էլ։ Եվ զանիկա պիտի տեսնենք, ինչպես որ է։ Բարք Տերոջը։ Դարաստանի քարոզներն էր, մի շարունակեմ, բայց մի բան շատ զարմանքս եկավ իմ, չգիտեմ։ Ես էլ ասեմ, միգուցե ես որտեղ եմ զարմանում։ Մեր Այբուբենի 7-րդ տարը Էյն է, չէ, Էյ։ Էյը խորհրդանշում է Աստծուն։ Ես եմ, որ են։ Եվ մեր, ասենք, մեր Ստրոպ Մաշտոցը կամ նախկին հայրերը մասնավոր դա 7-րդ տարը Էնն են արել, որտեղ 7-ը նաև կատարելության թիվ է և Աստված կատարյալ է։ Հիմա չգիտեմ հայ ժողովուրդը ինչու համար այդ տարը մոռացել են և իրենց խոսակցության ընթացքին շատ քիչ են գործածում այդ տարը։ Գնում է, գալիս է, խոսում է, ուտում է, այդ տարը վերածվել է Ա տարի։ Միգուցե նրա համար, որ Աստծո անունը մոռացել են իրենք, Աստծո մոռացել են, որ իրենք քրիստոնյա են, աստվածաբաշտ են, չգիտեմ։ Ուրեմն անցյալ առիթով ես խոսել էի կյանքի բսակի մասին և գես էինք թողել։ Շատ կարճ տևեց քարոզախոսությունը այդ օրը։ Այդպես պատահեց չգիտեմ։ Դրա համար ես ժամացույցն եմ բերել, որպեսզի տեսնեմ։ Okay. Անցյալ առիթով ենք խոսեցինք կյանքի բսակի մասին։ Ուրեմն եկեղեցին 5 բսակներ է մեզ ցույց տալիս, որի մասին մենք խոսում ենք։ Առաջինը անեղծանելի բսակներ, երկրորդը կյանքի բսակը։ Սա գրված է 2 տեղ, համառոտ դարձյալ մի քիչ տեղեր հիշեմ։ Առաջինը Հակոբոս Արաքյալի առաջի գլխի 12 համարն է։ Ես պիտի գարտամ այնտեղ։ Երանելի է այն մարդը, որ փորձության կհամբերե, վասնզի եթե փորձվելով ընդիր գտնվի, գենաց վսակը, այսինքն կյանքի վսակը պիտի առնե։ Զորդերը զինքը խոստացողներուն խոստացավ, սիրողներուն խոստացավ։ Չլա որ մեկը, որ փորձության մեջ է, ասե թե Աստծո մեկը փորձվի, վասնզի Աստված չար բաներով չի փորձվիր, ոչ ալ ինքը մեկը կփորձե։ Սակայն ամեն մեկը կփորձվի իր ցանկություններեն հրաբուրված ու խաբված։ Այդքանը։ Երկրորդը Հայտնության գրքից է, երկրորդ գլուխ, Հայտնություն երկրորդ գլուխ 10 համարն է։ Բնավ մի վախնար այն բաներ են, զորոնք պիտի գրես։ Ահա բանսարգուն ձեզ մեկ քանիները բանդը պիտի ձգե, որովհետեւ փորձվիք եւ 10 օր նեղություն պիտի ունենաք, մինչեւ հիմա հավատարիմ եղիր եւ քեզի
գենած բսակը, կյանքի բսակը պիտի դամ։ Երկու տեսակ փորձություն։ Մեկը ցանկություններից հրաբուրված փորձություն, երկրորդը Աստծո թույլտվությամբ եղած փորձություն։ Այս փորձությունը իրենց բնույթով կարող է գալ երկու տեսակ։ Առաջինը կարող է գալ նեղություններով, աղքատությունով, գործերի անաչուղությունով, նաև հիվանդությունով, հալածանքներով, դրդմությունով, զանազան բաներով, որոնցմով հավատացյալը կարող է այդ նեղությունների մեջ, հոգևոր կյանքի մեջ թուլանա ինքը։ Երկրորդը կարող է գալ բացարձակ հաջողությունով։ Նյութական հաջողություն, գործերի հաջողություն, մի խոսքով ամեն բանի մեջ հաջող ընթանա կյանքը, առողջ կյանք ունենա եւ լավ դրամ վաստակի եւ այլն, ամեն տեսակետով։ Երկու դեպքում էլ վտանգավոր է։ Առաջին դեպքում կարող է ընկնի հուսահատության մեջ եւ Աստված չանի կարող է հավատքի կյանքից հեռանալ ինքը։ Իսկ երկրորդ դեպքում կարող է ընկնի սատանայի ձողակի մեջ, հբարդության, ինքնավստահության մեջ եւ գոռոզանա, հբարդանա եւ ուրիշները անարգի, անօգ հանգստության մեջ մտնի։ Երկու դեպքում էլ վտանգավոր են։ Առաջին Տիմոթեոս 6:10-ի մեջ առաքյալը ասում է. ամեն չարությունների արմատը արձատաստիրությունն է, որը մի քանիսը անձնադուր ըլլալով հավատքը մոլորեցան ու ցավեր ինքս ինքնին ցավերով խոցեցին։ Ուրեմն հավատացյալը այս դեպքում ինչ պետք է անի։ Պետք է կյանքը չափավորի։ Անցյալ անգամ ասեցինք, որ վաստքի ժամանակ պետք է որ չափավորի ինքը, այդպես է գրված։ Այն որ գվազ է մրցանակ առնելու համար, ամեն բանի մեջ չափավորություն, բալանս կգբա է, հավասարապես։ Ոչ մարմնավորը պիտի դժվի հոգևորից, ոչ հոգևորը պիտի դժվի մարմնավորից։ Եթե հաջող են ընթանում ամեն ինչդ, հավասարակշռի ամեն բան։ Թող նոր հաջողի դեղեր մի փնտրի։ Դու հոգևոր կյանքդ բալանսի մեջ դիր, հավասարակշռի, որովհետեւ չդժվես հետո, սատանայի ձողակը չընկնես։ Եթե հավատացյալը հավատարիմ գտնվի եւ հաղթի այս փորձությունները, գենած պսակը պիտի ընդունի։ Երկրորդը հայտնության գրքի մեջ որ գարտացինք, թույլտվություն Աստծո կողմից, բնավ մի վախնար այն բաներեն, որ պիտի գրես։ Եկեղեցին պիտի գրեր Սմիրնիայի շրջանն է սա։ Մինչև հիմա հավատարիմ եղիր եւ քեզի կյանքի բսակը պիտի դամ։ Պողոս առաքյալի մի փորձառությունը կա, գարտամ ես քեզի, երկրորդ Կորինթացիս առաջի գլուխն է։
Երկրորդ Կորինթացիս առաջի գլուխը եւ 8-ից 11 համարները Բայց մահվան վճիրը մենք մեր վրա բահեցինք Սրանից առաջ ասեց Ասիայի մեջ մեզի բադահած դեղությունները Նեղություններու վրայով չեմ ուզեր, որ չեկից սողըլլակ, եղբայրներ, թե մեր գարողությունեն շատ ավելի ձանրաբերնվեցանք, մինչև գյանքերնես ալ անհույս եղանք։ Ուրեմն այնպիսի փորձության մեջ մդան իրենք, որ այլևս ասեցին պիտի չապրենք։ Բայց մահվան վճիրը մենք մեր վրա բահեցինք։ Որոշեցին, որ այլևս պիտի մեռնին, ազատում չկա։ Մահվան վճիրը մեր վրա բահեցինք, որպեսզի մենք մեզի չվստահենք։ Հաբա Աստուծո, որ մերելները գահարուցանե, որ այնպիսի մեծ մահվան է մեզ փրկեց ու կփրկե, որ ու գհուսանք, թե դակավին պիտի փրկե։ Մեզի համար ձեր ըրած աղոտքին օգնականությունովը, որպեսզի շատերուն աղոտքին պատճառով մեզի եղած շնորհքի համար շատերեն գոհություն դրվի մեզի համար։ Ուրեմն հույսերնին գդրեցին, ասին պիտի մեռնենք, փորձությունը սաստիկ էր։ Մահվան վճիրը իրենց վրա բահեցին։ Բողոս Սարաքյալը իր ընկերների հետ, քանի հոգի չգիտեմ։ Բայց այդպիսի նեղությունից Աստված ազատագրեց իրենց, որպեսզի ինքս ինքնից չաբավինենք, երբ որ Աստված տեսավ, որ իրենք իրեն չեն աբավինում, արդեն որոշել են, որ իրենք զոհ պիտի գնան, ինքս ինքնից չաբավինենք, հաբա Աստուծո, որ մերելները գա հարուցան է, և այդպիսի փորձության մեջից էլ Աստված ազատագրեց իրենց։ Մինչև հիմա հավատարիմ եղիր, մինչև մահվան աստիճան հավատարիմ եղիր, նույնիսկ մահ հանձնար։ Քեզի գենաց վսակը պիտի դամ։ Արաքյալ ասում է, մենք դեռ չենք փորձվել մահվան աստիճան։ Եբրայեցիս 12-րդ գլուխն է, 3-րդ և 4-րդ համարները։ Արդ միտքերդիդ բերեք, զանեգա, որ այսպես համբերեց, այսինքն Քրիստոսը, մեղավորներուն իրեն դեմ հագարակ խոսելուն, որ չլատ է ձեր անձովը հոգնիկ ու թուլնակ, դագավին արյուն թափելու չափ բادرազմելով հագարակ չգեցակ մեղքին։ Դագավին արյուն թափելու չափ բادرազմելով հագարակ չգեցանք մեղքին։ Միտք բերեք Հիսուս Քրիստոսը, որ ինչպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հագարակ խոսելուն, ինչ ասես ասեցին Հիսուսի հասցեին, ու ինքը համբերեց, որտև իր առջև մի ուրախություն կար, մինչև որ այդ ծրագիրը ավարտվեր երկնային առաքելությունը։ Ուրեմն առաքյալը գրում է սա, որպեսզի մենք զորանանք ավելի և կարողանանք նեղությունների մեջ համբերել։ Ուրիշ մի դեղից կարդամ, առաջին Կորինթացիս 10-րդ գլխի 13 համարն է,
Ձեզի մարդկային փորձությունը զատ ուրիշ չի բադայել։ Բայց Աստված հավատարիմ է, որ մեզ պիտի չթողնի մեր կարողությունից ավելի փորձվել։ Հավա փորձության հետ ազատության միջոց ալ պիտի դա, որ կարող լինենք համբերել։ Մեզի մարդկային փորձությունից ուրիշ բան չի բադայել։ Այո, շատ ճիշտ է։ Մեզի մինչև հիմա ինչ որ բադաում է փորձությունները մարդկային են ամենը։ Ինչ որ ասենք անհավատ մարդկանց է բադաում, նույնը նաև բադաում է մեզի։ Մեզանից մեկն ու մեկը որպես Քրիստոսը քարոզելու համար մի ապտակ կերավ, ավետարանը քարոզելու համար մենք հալածվեցինք, չէ, Աստծո համար, ավետարանի համար, Քրիստոսի համար, գադարված մի բանի համար մենք հալածանք նեղություն չքաշեցինք մինչև հիմա։ Բայց Մյուրնիայի եկեղեցին 250 տարի հալածվեց։ Անցյալ անգամ էլ ասեցի, այդ Հռոմի ամֆիթատրոնի մեջը այնտեղ հավատացյալները մեջտեղը բերին եւ արյուծներին բաց թողեցին։ Նրանք երկրից երկիր փախան եւ այդ չարչարանքները դեվեց 250 տարիներ 10 հռոմեական գայստրների օրոք 10 օրի չափ նեղություն բիլի ունենաս նրան չարչարողը սատանան էր սատանան ձեզ մեկ քանիսը բանդը պիտի ցկե որովհետեւ փորձվիկ մինչև մահվան աստիճան հավատարիմ եղիր եւ քեզի կյանքի բսակը հավիտենական կյանքը պիտի դամ Դանիելի մարգարեության 3-րդ գլուխ 18 համարի մեջ գրված է որ աբաթե ոչ ինչ է նշանակում աբաթե ոչ Դանիել 3-րդ գլուխ այնտեղից կարդամ հիմա Նաբուկոդոնոսորը Բաբելոնի արցան սարքեց դուրադաշտի մեջ եւ բոլորին բադվիրեց որովհետեւ նվագարանների ձայնը լսեն երկրբակություն անեն արցանին Բայց Դանիելի ընկերները Սեդրակ Միսակ Աբեդնագով սրանք չերգրբակեցին Նաբուկոդոնոսորի արցանին եւ նրանց վրայով բամբասանք եղավ Դե նրանք չեն բաշտում քու արցանդ Եվ Նաբուկոդոնոսորը ասավ եթե իմ արցանից չբաշտեք բորբոքած գրագի հնոցը պիտի նետվեք Եվ նրանք ասեցին Ով Նաբուկոդոնոսոր այս բանին վրայով Քեզի բադասխան դալու հարգավորությունը չունենք Ահա մեր բաշտած Աստվածը մեզ բորբոքած գրագի հնոցեն ազատելու կարող է Քու ձերքեդալ մեզ պիտի ազատե ով թագավոր Աբա թե ոչ Քեզի հայտնի ըլլա ով թագավոր որ մենք քու աստվածներդ չենք պաշտեր եւ քու գանկնած ոսկե արցանիդ երկրբակություն չեն գներ եւ նետվեցին գրագի հնոցը Աբա թե ոչ ով Նաբուկոդոնոսոր իմացիր եթե չազատի էլ աստված մեզ Մենք քու արցանից չենք երկրբակեր Աբա թե ոչ այս
Բարը իր բանալին ունի։ Եթե մենք այնտեղ չգարտանք, մենք չենք հասկանա։ Եվ շատերը քանի որ այս տողերը գարտալուց հետո այնտեղ չեն գարտում, չեն կարողանում լրիվ հասկանալ։ Բանալի համարը գտնում ենք Եբրայեցիս թղթի մեջ։ Եբրայեցիս 12-րդ գլուխը, 11-րդ գլուխը եւ 35 համար։ Ոմանք գրագի զորություն մարեցին։ Սուրի բերնե ազատեցան, դգարությունը ուժովցան, բادرազմի մեջ զորավոր եղան, օդարներու բանակ ծրվեցին, գիներ իրենց մերելները ընդունեցին, հարություն արած։ Ոմանք չարչարվեցան եւ չընդունեցին ազատությունը, որբեսի լավագույն հարության հասնեն։ Այս է բանալի համարը։ Ոմանք չարչարվեցան եւ չընդունեցին ազատությունը։ Աբա թե ոչ ով Նաբուկոդոնոսոր իմացիր, եթե Աստված չազատի էլ մեզ, մենք ու արսանի չենք երկրվակում։ Այդքան խիզախ էին նրանք։ Ինչն էր, որ իրենց այդպես ասել տվավ։ Որբեսի լավագույն հարության հասնեն, այդ էր գաղտնիքը։ Նրանք մտածում էին, մենք Նաբուկոդոնոսորի արսանին չենք երկրվակի, մեզ գցում ես գրագի հենոցը, դա գու գործը դե։ Մենք կարող ենք գրագի հենոցը նետվել, որովհետև մենք սպասում ենք լավագույն հարության հասնելու համար հանձնարան գրագի հենոցը նետվել, աբա թե ոչ իմացիր։ Ավետարանի մեջ, երբ որ առաքյալները քարոզում են, իրենք միշտ էլ լավագույն հարության մասին են քարոզում։ Նրանք գիտեն, թե բոլորը մի անգամ հարություն պիտի առնեն, բոլոր մերելները, հազարամյայից հետո, բոլոր մերելները հարություն պիտի առնեն, բայց այս ընդհանուր հարության մեջից գա մի լավագույն հարություն։ Լավագույն հարությանն ենք մենք հավատում։ Եվ դա նենջեցյալների առաջին բդուղ եղող հավատքն է, մերելների հավատքն է։ Առաջում բդուղը Քրիստոս, ետքը Քրիստոսի ները իր գալու ադենը, ետքը Քրիստոսի ները դա պիտի լինի եկեղեցի հարությունը, որ է լավագույն հարություն։ Մնացած հարությունը երկրորդ հարությունն է, հազարամյայից հետո նրանք հարություն պիտի առնեն ջերմագաթորի առջև պիտի դատվեն եւ պիտի գնան երկրորդ դադաբարդված են երկրորդ մահվան, ասենքն ձձումփով արած կրակի լիճը։ Ուրեմն մենք հավատում ենք այն լավագույն հարության, որը Տերը մեզ խոստացավ։ Այն որ գահավատա, թեև մեռնի պիտի ապրի։ Այն որ գահավատա, հավիտյան պիտի չմեռնի։ Դա էլ հափշտակությունն է, չէ՞։ Մի մասը հարություն պիտի առնեն, պիտի հափշտակվեն, մի մասը որ ողջ են կենդանի են, նրանց հետ միասին հավիտյան պիտի չմեռնեն, պիտի մտնեն իրենց հավիտենությունը։ Ուրեմն մինչև հիմա հավատարիմ եղիր, նույնիսկ եթե գարիք կա, մահը հանձնար։ Ենթարկվե այդ խոսքին եւ գենաց կսագը, այսինքն լավագույն հարության պիտի հասնես։ Հաջորդը Փառքի բսակն է, որի մասին պիտի խոսենք, շարունակենք։ Փառքի բսակը։
Պետրոս Արաքյալն է գրում իր թղթի մեջը եւ այսպես է գրում առաջին Պետրոս 5-րդ գլուխն է Ձեր մեջ եղող երեցներուն գաղաչեմ, ես ալ անոնց պես երեց լալովս ու Քրիստոսի չարչարանքների վգա եւ հայտնվելու հանդերձյալ փառքի մասնակից Աստծո հոդը, որ ձեր մեջ է, արածեցեք։ Վերագացու լալով ոչ թե ագամա, հաբա գամավ, ոչ թե անարգ շահախնդրությամբ, հաբա հոժարությամբ, ոչ թե վիճակներու վրա դիրելով, Հաբա հոդին օրինակը լալով եւ հովվաբեդին երևծած ադենը փարած անթարամ բսակը պիտի առնեք Փարքի անթարամ բսակը պիտի առնեք Այս բսակը եկեղեցի բաշտոնյաների համար է Հովիվների համար ավետարանիչների համար, քարոզիչների համար, նույնիսկ նրանք, որ սիրում են Աստծո խոսքը խոսել, ուրիշներին փոխանցել, քաջալերել նրանց էլ է վերաբերվում, փարած վսակը ընդունելը։ Աստծո հոդը ձեր մեջ արածեցեք վերագացու լինելով, վերագացու հունարեն բնագարի մեջ է գրված է եպիսկոպոս, հիմա եկեղեցիների մեջ եպիսկոպոսներ կան, չէ, և կաթողիկոսին էլ ասում են եպիսկոպոսաբեդ Եպիսկոպոսը երկու բարդ բառ է ինքը Էպիսկոպո հունարենի մեջ էպիսկոպո է գրված Էպի վերև է նշանակում վեր Սկոպո նշանակում է վերագացու կամ բահաբան անող, բահակ, դրա համար հայերենի մեջ գրված է վերագացու, մեկը որ որոշված է հովիվ լինելու կամ բաշտոնյա լինելու վերագացու։ Ոչ թե ագամա, հաբա գամավ։ Արաքյալը ասում է, եթե մենք գամավ անենք, այսինքն այդ մեր բաշտոնը, եթե հովվական այդ բաշտոնը մենք անենք, կամ ավետարանը ուրիշներին փոխանցենք, եթե գամավ անենք, վարձ կունենանք, Աստված կվարձատրի։ Բայց եթե ագամա, մեզի հանձնված տնտեսություն է, մեր բոլորին հանձնված տնտեսություն է, ավետարանը քարոզել փոխանցել ուրիշներին։ Ավելի լավ է, որ գամա անենք, որովհետեւ պիտի վարձատրվենք էլ մենք Աստծո կողմից։ Ոչ թե անարգ շահախնդրությամբ։ Այսինքն այդ բանը բաշտոնը մի շահագործի, դրամի համար մի արա։ Անարգ շահախնդրության համար մի արա այդ բանը։ Հաբա հոժարությամբ նվիրվիր Աստծո գործին։ Եվ գիտենք, որ հիմա շատերը վարձատրվում են, չէ, վարձատրվում են, բայց մեր եկեղեցիում վարձատրություն կա, ինձ վարձատրում եք, կամ Մարսեն եղբորը վարձատրում եք, մեկը որ ծառայում է վարձատրում եք, չէ, ընդհակառակը մենք ենք տալիս։ Սրանից մի քանի տարիներ առաջ էր, երևի 30-35 տարի առաջ Հոլիվուդում մի բան կար,
քարոզիչ կար, երդասարդ մարդ էր ինքը, երևի մի 50-55 տարեկանի չափ մի բան, բերետ էր դրում գլխին, եւ ինքը քարոզիչ էր։ Այս մարդը թողեց քարոզությունը, երևի չկարողացան վճարել ինչ, եւ ինքը մուզիշիան էր, գիտար նվագող էր ինքը։ Գնաց մի նվագախումբի միացավ եւ նվագով էր զբաղված մարդը։ Եվ անցավ մի տարի չափ այս մարդը, չեմ ասում ասված պատճեց, բայց ակսիդանով մերավ այս մարդը։ Շատեր կան, որոնք, եթե չեն վարձատրվում, ոչ էլ իրենց ծառայությունը անում են։ Ասում են, գրված է, որ գալի մեջ աշխատող եզի դունչը մի գաբեր։ Էնել եթե դունչը չես կապում եզի, բոլոր գալու ուդում են։ Չէ՞։ Գամով ոչխարները գարածի և գատեն չի ուդեր ասում առակյալը, բայց ամեն բան չապի մեջ, չեն կննադադում, որ մարդիկ երբեմն չեն առնում։ Ավելի կարևորը այս է, երորդը, ոչ թե վիճակներու վրա դիրելով, հավա հոդին օրինակ լալով, վիճակներու վրա դիրելով չի։ Ես ասեմ, գիտեք, ես քարոզիչ եմ, ես իրավունք ունեմ ամեն ինչի, կարող եմ բարգանալ քեզի եւ այլն։ Եվ կան, շատ այդպիսիները կան, որ վիճակներու վրա աշխատում են դիրել իրենք։ Եվ Պետրոս առաքյալը ասում է, ոչ թե վիճակների վրա դիրեցեք, հաբա հոդին օրինակը լալով, հոդին օրինակ, հովիվը հոդին օրինակ պիտի լինի, մի քանի համարներ գարտամ Պողոս առաքյալից, որտեղ սովորում ենք Պողոս առաքյալից, թե ինքը ինչպես վարվեց։ Ֆիլիպպեցիս 3-րդ գլուխ 17 համարը գարտամ այդտեղից։ Ինձի նմանող եղեք, եղբայրներ, ու նայեցեք անոնց, որ այնպես կքալեն իր նմանը, ինչպես մեզ ձեզի օրինակ ունինք։ Պողոս առաքյալը իր ընկերների հետ միասին Ֆիլիպպեցիս եկեղեցիի մեջ այնպես վարվեց, որպես օրինակելի, որ տեսնեն նրանց նմանող լինեն եւ ոչ թե իրենց ընթացքով գայթակղություն լինեն եկեղեցին։ Որպես մեզի նմանող լինեք, եղբայրներ։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս թղթից էլ գարտամ, Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 9 համարն է։ Վասնզի դուք ինքնիրենիդ գիտեք, թե ինչպես բարդինք մեզի նմանող ըլլալ, քանզի մենք ձեր մեջ անգարկությամբ չվարվեցանք, ոչ ալ մեկուն հացը ձերի գերանք, հաբա ջանքով և աշխատանքով գիշեր ու ցերեկ կգործեինք, Պողոս առաքյալը վրանագործ էր, թե քարոզում էր և թե աշխատում էր։ Ձեզի մեկում ձանձրություն չդալու համար, ոչ թե որ մենք իշխանություն չունենք, հաբա որ անձերնից ձեզի օրինակ ընենք, որպեսզի մեզի նմանող ըլլաք,
որքան զգուշ էր առաքյալը, որ ոչ միայն խոսքով, կյանքով օրինակ եղավ նրանց, որովհետեւ չգայթակղին։ Առաջին Տիմոթեոս 4-րդ գլուխ։ 4-րդ գլուխ եւ 12 համարը։ Չլա որ մեկը քու մանկությունը անարգե Տիմոթեոսին է գրում Պողոս առաքյալը իր աշակերտին։ Հավատուն օրինակ եղիր հավատացյալներուն։ Ինչով խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ։ Հավատուն օրինակ եղիր հավատացյալներին։ Միայն քարոզելը չի։ Նրանց բերը վերցնելն էլ գա։ Իրենց կյանքով օրինակ պիտի լինեին ամեն տեսակետով։ Ոչ թե միայն գնացեք խաղաղությամբ, գերեք, գշտացեք, տաքացեք եւ առաքյալ ասում է մի բան չդաս ինչ արած կլնես։ Ուրեմն դու օրինակ եղիր հավատացյալներին, խոսքով, վարմունքով, սիրով եւ մաքրությամբ։ Ուրիշ մի համար Դիդոս 2-րդ գլուխ եւ 7 համարն է։ Ամեն կողմեն քու անձդ բարի գործերու օրինակ ցուցունելով։ Դիդոսին խրադում է ամեն կողմե քու անձդ բարի գործերու օրինակ ցուցունելով։ Վարդապետության մեջ անեղծություն, բարքեշտություն, ողջամիտ ու անմեղադրելի խոսք, որբեսի հագարակ կեցողները ամչնան ու մեր վրայով գեշ բան չունենան ասելու, որքան զգուշ էին առաքյալները եւ իր ընկերները։ Վերջի մի օրինակ էլ ասեմ, Գործարաքելոց 20-րդ գլուխ, Գործարաքելոց 20-րդ գլուխ 35 համարը։ Մի քիչ վերևից կարդամ։ Պողոս առաքյալը Եփեսոսիներին մոտ 3 տարի քարոզել էր այնտեղ եւ հիմա իրենցից հեռանում էր եւ ասաց որ այլևս ինձ պիտի չտեսնեք։ Եվ վերջի ուղերձը արեց իրենց հետևյալ խոսքերով. Ուրեմն զգուշացեք ձեր անձերուն եւ բոլոր հոդին, որու վրա հոգին սուրբ ձեզի դեսուչ դրավ։ Աստծո եկեղեցին հովվելու զորիր արյունով ստացավ։ Գիտեք, Եհովայի վեգաները փոխում են այստեղ։ Աստծո եկեղեցին հովվելու, որ իր արյունով ստացավ։ Աստված իր արյունով ստացավ, ում արյուններ Հիսուսի արյուններ, ով էր Աստված, Հիսուսն էր Աստված, որբեսի Հիսուսին Աստված չդավանեն, ասում են Աստված եկեղեցին, Աստծո եկեղեցին հովվելու, որ Աստված իր որդվույն արյունովը, ոչ թե Աստված իր արյունովը,
Աստված իր որդու այրունով է։ Բայց հստակ գրված է, Աստված իր արյունով ստացավ։ Քանզի գիտեմ, որ իմ զատվելս ետքը ձեր մեջ հափշտակող գայլեր պիտի մտնեն, որոնք պիտի չխնայեն օդին, եւ ձեզ միալ այնպիսի մարդիկ պիտի ելեն, որոնք ծուր բաներ պիտի խոսին, աշակերտները իրենց ետևեն քաշելու համար։ Ուստի արթուն գեցեք ու միտքերդիդ բերեք, որ 3 տարի գիշեր ու ցերեկ չդադարեցա, ամեն մեկը արցունքով խրադել է։ Եվ հիմա եղբայրներ, գահանցնեմ ձեզ, Աստծո ու անոր շնորհած խոսքին, որ կարող է շինելու եւ բոլոր սրբվածներուն հետ ձեզի ժառանգություն տալու, մեգուն արձատին կամ ոսկին կամ հագուստին չցանկացամ։ Դուք ձեզ մեկ գիտեք, որ ինձի եւ ինձի հետ եղողներուն պետքերը այս ձերքերս հոգացին։ Ամեն բան ձեզի ցուցուցի, թե այսպես պետք է աշխատել ու դգարներուն օգնություն անել։ Եվ միտ բերել Տերոջը Հիսուսի խոսքերը, որ ինք ըսավ, ավելի երանելի է դալը, քան թե առնելը։ Ուրեմն այս մի քանի համարներով տեսանք առաքյալը, որքան ինքը զգույշ եղավ եւ բացվիրեց իր ընկերներին էլ, որ զգույշ լինեն, որ չլա, որ ինչ-որ ձևով գայթակղություն լինեն։ Բարի օրինակ ցույց տալու խրախուսեց իր ընկերներին։ Երազների շատ ագանց չեմ գախում։ Չեմ ասում, որ չկա, երբեմն, եթե պետք լինի, Աստված երազով էլ գխոսի, բայց շատ այնպես հետևից ընկած չեմ եւ մերժելու վրա եմ, որտեւ չգիտես աղբյուրը, Աստված էր, թե Սատանան էր, Սատանան էլ գեղց երազներով, գեղց արտահայտություններով կարող է խաբել։ Բայց ես մի երազ պիտի պատմեմ ձեզի, որ ես չեմ տեսել, մայրս է տեսել։ Մի օր առավոտ վեր գացավ մայրս եւ պատմեց իր երազը։ Երազի մեջ, երազը Հայաստանում տեսավ, բայց երազի մեջ Հունաստանում էր։ Երազի մեջ Հունաստանում է, մեկը դուրը թագում է, դուրն է թագում, գնում բացում է դուրը, մի մարդ, ձերքը մեկ հատ ծրար, ասում է արեսի, այս ծրարը դղայիդ կդաս։ Ես Հունաստանում 10 տարեկան էի, բայց երազը Հայաստանում տեսավ ինքը։ Արես ծրարը դղայիդ կդաս, ասել է։ Մայրս էլ ասել է, որ ինքը մեծ եղբայրներ ունի, Ասադուր եղբայրը, Խաչիկ եղբայրը, նրանց տամ իրենք կդան իրեն, ինքը դունը չի իմա։ Չէ, դրանց չդաս, իրեն կդաս։ Հետո մայրս հարցնում է, ով ես դու, ասում է, ես Պողոս առաքյալն եմ։ Առավոտ վեր գացանք, մայրս պատմեց, ասեց ես սենց մի երազ տեսա։ Անգելս ասաց, ես մորս տեսած երազին հավատացի։ Նոր ապաշխարած տարիներս էր, այդ տարիները։ Մի քանի դարվա ապաշխարած էի եւ շատ էի սիրում Պողոս առաքյալի նամակները գարտալ։ Շատ սրտից խոսում էր։ Եվ գարտես ուխտել էի, որ այդ խոսքերի մեջ մնամ ես, հնարավորին չափ։ Երբ որ Հայաստանում էի, մոտավորապես, չգիտեմ, 4-5 տարվա ապաշխարած էի, եւ ամենին քարոզում էի, ամենին վգայում էի,
մեր հարևաններին եւ այլն, ոմանք ծիծաղում էին, խնդում էին։ Եվ այդ Հայաստանում այդ երրորդ մասի շրջանում արդյունություն եղավ այդտեղ, մի քանի երիտասարդներ համաշխարհության եկան, ես էլ գնում էի, քարոզում էի այնտեղ, շատ ոգևորված։ Եվ այդտեղ եղողներից մեկը ասում է, որ այս մարդը, որ խոսում է, այս բաները, տեսնես ինչ շահ ունի, որ խոսում է։ Մի շահ ունի, որ խոսում է։ Քիչ հետո ասում է, հյուրասիրության սեղան դրին, ուդելու համար է եկել։ Ուդելու համար է եկել, ասում է, դեսա, որ չգերավել։ Վերջու այդ տղան, որ համաշխարեց, ինքը պատմեց, ասեց, քո վրա սենց էի մտածում, դեսա, որ չգերարել։ Ամեն կերպ չէի ուզում շահագործել իմ պաշտոնս։ Մի եղբայր գա Հայաստանում, երբեմն նամակ հեռախոսով խոսում ենք, ինքը Երվանդ եղբորն էլ է ծանոթ, իրեն էլ է զանգում, ինձ էլ է զանգում երբեմն, մի անգամ ասեց, որ այդ կու շինած խոհանոցի լվացարանը մինչև հիմա գործածում ենք։ Մոռացել է ես, զարմացա։ Այնքան ոգևորված էի, որ ով ինչ կարիք կար, հասնում էի։ Խոհանոցում լվացարան չունեին, կոնկրետից լվացարան սարքեցի, սինկ չկար այդ ժամանակ այդտեղ, եթե կար չգիտեմ։ Բետոնից էլ սինկը սարքեցի, մեջն էլ ջերմակ թայլ շարեցի, ասեց մինչև հիմա գործածում ենք եսավ։ Մեկը բալկոնը շուշաբանդ պիտի աներ, բետոն էր պետք վազում էի այնտեղ, մյուսը գյուղում գով ունեին, գոմի բադը պիտի շարվեր վազում էի այնտեղ, մի խոսքով ով ինչ ուներ, կարողանում էի հասնել և օգտակար էի լինում։ Ամեն կերպ աշխատում էի, որ իմ անձս որպես օրինակ ցույց տամ իրենց։ Մատթեոս 24:25-45-ի մեջ Տերը այսպես է ասում. ով է այն հավատարիմ ծառան, որ իր դերը իր ծառաների վրա դրավ, որպեսզի ադենին նրանց կերակուրդա։ Երանի է այն ծառային, որ երբ իր դերը գա, այնպես ըրած պիտի գտնե։ Ճշմարիտ կսեմ ձեզի, իր բոլոր ունեցածի վրա պիտի գեցնե զանիգա։ Ով է այն իմաստուն և հավատարիմ ծառան, այսինքն հովիվը, վերագացուն, պաշտոնյան եկեղեցիի մեջ, որ դերը իր ծառայակիցներու վրա դրավ, որպեսզի ադենին գերակուրդա։ Ուրեմն այդ վերագացուն շատ անգամ իմ նման վերագացու էլ չի, ուղղակի խոհանոցի խոհարար է, որ ադենին գերակուր պիտի դա մյուսներին։ Հիմա ես ինչ եմ ձեզ համար։ Շեֆ փովեր եմ, չէ՞։ Դա շեփող եմ։ Տերը դրավ, որ իր ադենին գերակուրը դամ նրանց։ Իր ադենին, ադենը երբ է, հիմա է։ Սա այդ ադենն է։ Ես հովիվ չեմ, ես այդ բարդականությունը իմ վրա չեմ վերցնում։ Հովիվ լինելը մեծ պատասխանատվություն է։ Ես ասեցի, ես փողեր եմ։ Չաշեփող եմ ձեզ համար։ Բայց կարևորը, ես ձեզի ընդրում եմ այնպիսի մատերիալ, օրգանիկ, սննդարար, համեղ, Պետրոս Արաքյալը ասում է, անխարդախ կաթ, մաքուր, անարատ, այդ բաները ձեզ ձեր առջև դնեմ։
այդ եմ անում։ Հայաստանում երկուշաբթի քարոզախոսություն ունեինք, գարչ քարոզ էինք անում 20 րոպե, 25 րոպե, հետո մոտ 10-12 հոգիներ, ովքեր առաջնորդվում էին, աղոթք էին անում, գարչ բոլորը, քարոզի նյութից վերցնում և աղոթում էին։ Չորեքշաբթի օրը լրիվ քարոզախոսություն էր, պաշտամունք էր։ Հինգշաբթի ուրբաթ ազատ էինք։ Շաբաթ օր տների մեջը սերտողություն էինք անում։ Կիրակի օր, կեսօրից հետո, բադարակից հետո հավաքվում էին պաշտամունքի։ Այդ բոլորը Ադենի ժամանակն էր։ Հիմա ես ձեզի մի ուրիշ բան կարդամ, Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ, Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ, տեսնենք որտեղ է։ Այստեղ։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ։ Այս վկայությունը կդնեմ Աստծո առջև և Հիսուս Քրիստոսի, որ պիտի դադե կենդանիները ու մերելները իր հայտնվելու թագավորության ադենը, խոսքը քարոզե, մտադրությամբ գործիտ բարաբե, ադենին ու ադենեն դուրս հանդիմանե, ադենին և ադենեն դուրս, մենք ադենը ունենք հիմա, քարոզում ենք և ադենից դուրս չունենք, այնտեղ ադենից դուրս էլ գար, հինգշաբթի ուրբաթ տուներն էին կնում, կիրակի օրերը երեկոյան պաշտամունքից հետո էլի տուները այցելություններ էին գանում, հավաքվում էինք, ադենին ու ադենից դուրս, մենք միայն կիրակի օր ունենք, այստեղ գալիս ենք ու գնում ենք, և մեծ օրհնություն էր լինում։ Անգեղ ասած, ես շատ անգամ երեխաներից չէի կարողանում էլ տեսնել, առավոտ քնած էին իրենք, ես գնում էի գործի, երեկոյան գալիս էի, վազում էի այստեղ, այնտեղ կամ պաշտամունքի։ Դրա համար էլ մի անգամ Անահիտը ասեց, դու երբ էիր մեզի տեղ տանում, որ դեդեն էր տանում։ Որտև այնքան տարված էինք Աստծո խոսքով, որ ժամանակ չունեինք շատ անգամ մեր երեխաներով զբաղվելու։ Ադենին ու ադենե դուրս։ Ուստի տնտեսներու մեջ կփնտրվի, որ մեկը հավատարիմ լինի։ Հավատարիմ։ Կորինթացիս 10-րդ գլուխ 33 համարը Ինչպես ես ալ ամեն գերբով ամենուն հաջո գլամ ու չեմ փնտրել իմ անձիս օգուտը, հաբա շատերունը, որովհետեւ փրկվին։ Իր անձի օգուտը չի փնտրում առաքյալը։ Ո չէ, ես պիտի գնամ, օգնած եմ, պիտի հանգստանամ, ժամանակ չունեմ, եւ չկա այդպիսի բան։ Իմ անձիս օգուտը չեմ փնտրում։ Հաբա ամենունը, որ փրկվին։ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխը, առաջին Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 5-10 համարները
Վասնզի մենք բնավ շողոքորթության խոսքեր չգործածեցինք, ինչպես գիտեք, ոչ ալ ագահության պատճառանք, Աստված վգա է եւ մարդոցմե փառք չփնտրեցինք, ոչ ցեզմե, ոչ ալ ուրիշներեն, թեև գրնային իբրև Քրիստոսի արաքյալները ձանրություն տալ, բայց մենք հեզ եղանք ձեր մեջ, ինչպես դայակը իր երեխաները գխնամե։ Նույնպես ալ մենք ձեր վրա փափակ ունենալով գհոժարեինք ոչ միայն ավետարանը, Աստծո ավետարանը ձեզի դալ, հապա մեր անձերն ալ դալ։ Վասնզի դուք մեզի սիրելիներ եղաք։ Քանզի կհիշեք եղբայրներ, մեր աշխատանքը ու ջանքը, որ ձեզ մեկուն ձանրություն չդալու համար գիշեր ու ցերեկ գործելով ձեզի Աստծո ավետարանը քարոզեցինք։ Դուք վգա եք եւ Աստվածալ, թե ինչպես սրբությունով, արդարությունով եւ անարադությունով վարվեցանք ձեզի հետ, որ հավատացիք։ Եթե այդպես չաներ, պիտի չհավատային երևի։ Ինչքան զոհողություն արեց, որ նրանք հավատքի եկան։ Ես Հայաստանում այդ տարիները շատ ծանր գործ էի անում, աշխատանքս դուրսն էր, ծանր գործ էր, բայց մինչև գեսգիշերները չէի քնում, քարոզ էի պատրաստում, որովհետեւ կարողանամ հաջորդ օրը ես քարոզեմ ժողովրդին, եւ նույն բանը շարունակվեց այստեղ էլ։ Ուրիշ արիտով ասեցի ես եզի, որ սկուլ բասմ ունեի փոքր, Հոլիվուդի ժողովրդին հավաքում էի, բերում էի եկեղեցիի մեջ եւ քարոզ էի անում այնտեղ։ Եվ դա 8 տարի տևեց։ Հետո Երվանդ եղբայրը որ եկավ, ես հավաքում էի, ինքը բաժանում էր։ Աշխատում ենք մինչև հիմա, բայց հիմա այլևս տարիքնից արանք, առաջվա աշխուժությունը չմնաց, այնպես որ եթե դժգոհում եք, չգիտեմ։ Հոդին օրինակ լինելով, եթե ձեզի օրինակ չեմ եղել, sorry, մեկին եթե վշտացրել եմ, ներողություն եմ ասում։ Բայց իմ կարողության չափով աշխատում եմ բոլորին օրինակ լինել։ Մի օրինակ էլ հիշեմ, ձեզի ու վերջացնեմ։ Մի նոր ավարտած քարոզիչ երդասարդ իր ուսուցիչի կողմից ուղարկվում է մի գյուղ, որովհետեւ գնա այնտեղ քարոզի։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում օթո չկար, տրանսպորտի ուրիշ միջոցներ չկար։ Մարդիկ գրաստով էին գնում, մեշի վրա, ձիի վրա, ֆայտոնով էին գնում, կամ էլ ոտկով էին գնում։ Եվ այս երդասարտը մոտավորապես մի 10-12 մայլ քայլելով պիտի երթար, այլեն ձմեր ժամանակ էր, եւ ոտկով պիտի գնար, եւ այդ ցուրդին պիտի գնար, ինչ որ է այդ գյուղը, այսինչ գյուղը, եւ պիտի քարոզեր այնտեղ։ Ելավ եւ գնաց։ Միգուցե զույնել եկավ ճանապարհին, չգիտեմ, բավական գնալուց հետո տեսավ մի մարդ անդարից դուրս եկավ, մի շալակած փայտ, գնում է իր գնացած ուղղությամբ, տանում է դունը, որպեսզի վարեն ու դաքանան։ Հիմա այս երդասարտը, որ նոր է ավարտած ինքը, դաքայրուն է, սկսում է այդ մարդուն խոսել, գնում են գողքի, խոսում է նրան, մարդը լսում է միայն, որևէ մի բան չի ասում իրեն, չի խոսում, մինչև վերջեր այդպես գնում են, ու վերջում ինքը իր դունն է հասնում մարդը, շեղվում է դեպի իր դունը, սա շարունակում է։ Գնում է այնտեղ, քարոզում է, հաջորդ օրը ետ է վերադառնում եւ իր ուսուցիչին պատմում է ինչ որ եղավ։
Գնացի ասեց, ասում է քարոզեցի, արի, այն էլ ասեմ, որ գնալու ժամանակ մի մարդ տեսա, շալակին փայդարած, գնում էր, հետը գնացի, խոսեցի, որևէ արձագանք բան դասադուն ասում է, շալակից փայդա արար, շալակից փայդա արար, ջգարելա մարդը, հոգնած, քեզի չի լսում այդ մարդը, լուսի էլ բադասխան չի դալիս, բայց եթե շալակից փայդա արներ, գալասեր իրեն, Հայդե, չգիտեմ, ես դեր շալակից փայդա արա, թե չարա, չգիտեմ, այս կանը ժամացուցին էլ չնայեցի, այո, նորմալ է, դերը օրտնի ամենս էլ, դերը գամենա կշարունակենք հաջորդ առիթով։